12 օր, 7000 կիլոմետր ձգվող ճանապարհ, 40 աստիճան շոգ եւ 7 ձիաուշ հզորությամբ ռիկշա։ Մի քանի բառով այսպես կարելի է ներկայացնել «Ճանապարհ Հնդկաստան» ֆիլմը, որը նկարահանել են երիտասարդ կինոգործիչներ Գոր եւ Մուշեղ Բաղդասարյանները Հնդկաստանում։ «Ճանապարհ Հնդկաստանը» լիամետրաժ արկածային ճանապարհորդական վավերագրական ֆիլմ է երկու ընկերոջ՝ ամերիկահայ Ռիկ Ղազարյանի ու կանադացի Քիթ Քինգի մասին, որոնք մասնակցում են Հնդկաստանում տեղի ունեցող ռիկշաների մրցարշավին, որը ճանաչվել է աշխարհի 10 ամենավտանգավոր արկածներից մեկը։ Այս նախագիծը ծնվել է ընկերությունից։ 2004-ին հնարավորություն եմ ունեցել մի քանի ամիս իբրև կամավոր աշխատել Երևանում։ Իմ այցելած վայրերից մեկն էլ Մանանա կենտրոնն էր, որտեղ երեխաներն այցելում են դպրոցից հետո եւ տարբեր խմբակների մասնակցում, օրինակ լրագրություն, լուսանկարչություն եւ կինո։ Ես անգլերեն էի դասավանդում այնտեղ եւ ծանոթացա Գոր Բաղդասարյանի հետ, որը 13 տարեկանում կինոֆենոմեն էր եւ շարունակում է զարգանալ։ Ռիքը ծրագիրն ավարտելուց հետո մեկնում է Միացյալ Նահանգներ, բայց պահպանում է կապը Մանանա կենտրոնի եւ Գորի հետ։ Գորը, որը 2009-ին եղբոր Մուշեղ Բաղդասարյանի հետ հիմնադրել էր Մանանա Ֆիլմս կինոստուդիան, որոշում է անդրադառնալ ճանապարհային կինոյի ժանրին եւ դիմում է Ռիքին։ Անշարժ գույքի գործակալ Ռիքի համար նման փորձությունը նորություն չէր։ Ավելի վաղ նա մասնակցել էր Կովկասյան մրցարշավին, որն սկսվել էր Բուդապեշտում եւ ավարտվել Հայաստանում։ Ես գիտեմ, որ ինքը մասնակցել է ու մտածի, որ շատ հետաքրքիր ֆիլմ կներ, եթե թիմերից որևէ մեկին հետևեինք ամբողջ ճանապարհի ընթացքում։ Ու իր հետ կապնվեցի, ասի, որ այսպեսի բան եք մտածել, գիտեմ, որ դու մասնակցել ես ու միգուցե կամ խորհուրդ կտաս ինչ որ մի մարդ, որ արդեն մասնակցում է այնտեղ կամ ինչ որ մի թիմ։ Ու ինքն ասաց, որ ես մի հատ շատ ավելի լավ մրցարշավի մասին եմ լսել, որին ուզում եմ մասնակցեմ, որ Հնդկաստանում տեղի ունի ռիկշոներով։ Եկեք մի անգամից այդ մասին ֆիլմ նկարենք, ես էլ կմասնակցեմ ու իրար հետ կկազմակերպենք այս ֆիլմը։ Ու այդպես ես իհարկե առաջին հերթին հրաժարվեցի, որտեղ մտածի գուցե մի քիչ ավելի մոտ ռեգիոնից սկսենք, բայց հետո իհարկե արդյունքում 2 տարի հետո նկարահանեցինք։ Ընդամենը 2 մարդուց Գորից եւ Մուշեղից բաղկացած նկարահանող խումբը ստիպված էր համակերպվել գրեթե 24-ժամյա աշխատանքային օրվա, մուսոնի, անձրևի անդադար հեղեղի եւ տեխնիկական խնդիրների հետ։ Համարյա ոչ մի բան պլանավորվածի պես չգնաց, ինչպես եւ միշտ տենց դեպք եմ լինում, այսինքն հենց ամենասկզբից առաջին իսկ օրվանից թե իրանք թե մենք սկսեցինք անդադ մոլորվել ու արդյունքում միշտ 6-7 ժամ լուշ էինք հասնում մյուս թիմերից հերթական քաղաքը ու անակնկալները անդադ լինում էին։ Ամենահիշվող անակնկալը թերևս ձերբակալությունն է Հնդկաստանի խուլ գյուղերից մեկում։ Համարյա մեկ օր շարունակ անցկացրեցինք մի հատ վայրի գյուղում, մի հատ ոստիկանական բաժանմունքում, որովհետև դրանից 2 առաջ մի ուրիշ քաղաքում, երբ որ Ռիկն ու Քիֆը ֆիլմի հերոսները ընտրել են Մակդոնալդսում ու մյուս առավոտյան մենք նույնիսկ դուրս ենք եկել քաղաքից, այդ Մակդոնալդսը պայթացրել էին պակիստանցի ահաբեկիչները ու իհարկե առաջին կասկածյալները մենք էինք, որովհետև բավականին կասկածել էր մեր գիշերով այդպես հայտնվել այդ քաղաքում, հաց ուտել ու առավոտյան շուտ հեռանալը։ Այդպես փառք Աստծո իհարկե մեզ մահապատժի չենթարկեցին։ Չնայած ոստիկանների պահանջին, Գորն ու Մուշեղը շարունակել են նկարահանել նույնիսկ բանտում։ Ամեն ինչ կարող է տեղի ունենա, այսինքն նախ այդ ռիկշոն ոչ մի կերպ հաշվարկած չի երկար դիստանցիաների համար, դա ուղղակի բանց փոքր տաքսու միջոց է, որ մոպեդից ավելի հզոր չի ու անցնում են հիմնականում շատ բազմազան տեղերով, սկսած մեծ քաղաքներից մինչև շատ տենց վայրի հատվածներ, որոնք Հնդկաստանում շատ են ու ամեն ինչ սկզբունքորեն կարող է տեղի ունենալ, այսինքն ոչ մի ապահովագրվածություն, այսինքն չկա, որ ասենք չգիտեմ, քեզ չեն թալանի, չեն հարձակվի ճանապարհին քո վրա կամ չգիտեմ, ինչ որ բեռնատար գիշերվա կեսին, ասենք չի անցնի քո վրայով ու դու ուղղակի տենց անհետ կկորես, ասենք 1 միլիարդանոց երկրում։ Ֆիլմի սյուժեն կառուցվել է արդեն նկարահանումներից հետո։ Գորը շատ սկզբունքային է իբրև վավերագրող եւ վստահեցնում է, որ ֆիլմում ոչ մի բեմադրված կադր չկա։ Դժբախտաբար Գորի եւ Մուշի համար, որոնք բավական հիասթափված էին, մենք չունեցանք մեծ վեճեր։ Նրանք հույս ունեին, որ մեզանից գոնե մեկը կկոտրվի, կարտասվի կամ նույնիսկ որ մենք կկռվենք, բայց ամեն ինչ շատ լավ անցավ։ Սա Մանանա Ֆիլմսի ամենաբարդ ու մասշտաբային նախագծերից է, որն ի դեպ իրականացվել է առանց կողմնակի ներդրողների մասնակցության։ Գորի համոզմամբ ֆիլմը կհետաքրքրի ոչ միայն վավերագրական կինոյի սիրահար հանդիսատեսի նեղ շրջանակին։ Մանանա Ֆիլմսն արդեն բանակցում է մի քանի հեռուստաընկերությունների հետ Ճանապարհ Հնդկաստանի ցուցադրման իրավունքների վաճառքի վերաբերյալ։ Հաջորդ տարի Գորը պատրաստվում է ֆիլմի երկրորդ մասը նկարահանել, իսկ թե որտեղ անհայտ է։ Մարիա Հովսեփյան, Փոլ Չատրջյան, Տարոն Թիթիզյան, Civilnet։